Քիչ առաջ Հովիկ Աղազարյանը հայտարարում էր, որ դեռ հույս կա եւ պետք է համոզել, որպեսզի Միքայել Աջապահյանը դառնա անդիմության թեկնածուն։ Դուք ինչ վարչապետի թեկնածուն, դուք ինչ եք կարծում եւ արդյոք աշխատանքներ տանում է հանրապետականը այդ ուղղությամբ։ Իմ ամբողջական կարծիքը արտահայտված է մեր ֆրակցիայի հայտարարության մեջ, որը մենք տարածել ենք այդ նույն օրը, կախված Աջապահյանի arczepiskopos-ի որոշումից, եթե այն փոխվի, մենք մեր հայտարարության մեջ հայտարարածին, նշվածին տեր ենք լինելու, ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները հակառակ պարագայում տեր կլինեն մյուս հատվածին, այն է, եթե չլինի Աջապահյանի arczepiskopos Աջապահյանի համաձայնությունը, ապա իրենք նույն համերաշխությամբ եւ ջանասիրությամբ կմիանան համախմբվածությամբ շնորհակալություն կմիանան մեր արդեն իսկ մեկնարկած գործընթացին։ Ես ունակ չեմ միաժամանակ 10 հարց լսել ժողովուրդ։ Այդ մամուլություն եղավ, որ Սերժ Սարգսյանը կաթողիկոսի դիպլոմով համոզել է։ Դա մամուլ չի, դա սուտասանների եւ Փաշինյանին սպասարկողների հավաքույթը։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիկյանյան, բայց նույն երկրորդ նախագահի թիմակիցներն այդ օրը որոշակի մեղադրանքներ ուղղեցին հերթական անգամ ասելով, որ պատիվ ունեմ այդ տարածած հայտարարությունների ժամանակ, երբ արդեն Միքայել Աջապահյանը հրաժարվել էր վարչապետի։ Ժամանակային շատ պարզ կարելի է նայել, որ այդ երկու իրադարձությունները փաստացի հրապարակման տեսանկյունից տեղի են ունեցել միաժամանակ, եթե չեմ սխալվում, Զոհրաբյանն առաջինը հրապարակել arczepiskopos-ի արձագանքը իր տեխնացիոն առաջադրման գաղափարին այն ժամանակ, երբ որ դա տեղի ունեցել, ես զբաղված էի հայտարարության տեքստի սրբագրմամբ եւ հրապարակմամբ։ Կարծում եմ դա ներողություն եմ խնդրում, ակնհայտ է եւ հույս ունեմ, որ ձեր ձևակերպումը թե երկրորդ նախագահի աջակիցներն են դա տարածում, չի համապատասխանում իրականությանը, որովհետև ժամացույց հույս ունեմ բոլորը ունեն։ Գիտեք, կան մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրորդ նախագահի աջակիցներ, բայց երկրորդ նախագահի թիմը անդադար իրենցից ուզում է խուսափել։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այն մարդիկ, ովքեր փաշինյանական քարոզչություն են տարածում, չեն կարող լինել որևէ ընդդիմադիր գործչի աջակիցներ։ Հովիկ Աղազարյանը ասում է, որ Միքայել Սրբազանի շուրջ հանրային մոբիլիզացիա Հովիկ Աղազարյան, ովքեր որ առաջադրել են, կարող է լինել Դավիթ Համբարձումյանի դեպքում այդ կոնսոլիդացիան հնարավոր է, պարոն Մամիկյան։ Իհարկե հնարավոր է։ Եթե մենք այդ մոտեցումներին չլինեինք եւ այդ վստահության չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի։ Մեկ, երկրորդը, կարծում եմ այն փաստը, որ չկա որևէ գեթ 1 ընդդիմադիր գործիչ, ով ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին եւ սա նույնպես ցուցիչ է։ Երրորդ, եւս մեկ անգամ մեջ բերեմ մեր հայտարարությունը։ Մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը եւ միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից, բայց ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Դավիթ Համբարձումյանը ներողություն ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սիլիկաներ, սա պատիվ ունեմի ամբողջական դիրքորոշումն է։ Չհասկացա հարցը։ Ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սիլիկաներ, սա լավ մարդիկ կան, որոնց հետ կարելի է համագործակցել, պետք է դրամաբան։ Իհարկե կան մարդիկ, որոնց հետ հնարավոր է որոնց համաձայնությունը իմպիչմենտի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն եւ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն։ Դուք կարծում եք, որ ես հիմա այդ անազգանունները կասեմ եւ այդ գործընթացը կդարձնեմ անհնար։ Աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով։ Այդ թվում քպականների հետ հանդիպում ունենում եք այդ նորմալ։ Եթե հարցը վերաբերում է ինձ, ոչ, այս պահին, ոչ այս պահին։ Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չի այցելում կամ չի հանդիպում կաթողիկոսի հետ աջակցությունները, ինչպես օրինակ Նախագահ Սարգսյանը եւ Վեհափար Հայրապետը մշտական կապի մեջ են։ Նախագահ Սարգսյանի եւ Վեհափար Հայրապետի շփումները որևէ արտառոց բան իրենց մեջ չեն պարունակում, ներողություն եմ խնդրում, ավարտեմ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։ Դրանք կրում են պարբերական բնույթ։ Այս սկանդալի ֆոնին Հարցրեք գրասենյակից։ Մամիկյանները եկել ձեր ասածից հիմա պարզ չդարձավ հանրապետականը աշխատում է ԿՊ-ի հետ։ Դուք երևի կամ ես հստակ չասեցի, կամ ուշադիր չէիք։ Տարվում են աշխատանքներ իմպիչմենտի իրագործման համար բոլոր ուղղություններով։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ
բարդ եւ այս պայդրությամբ ամենաժամանակատար ուղղությունը դա Հայաստան խմբակցության ստորագրություններ ստանալն է, բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով, թե ԿՊ-ականների ստորագրությունների, թե անկախների ստորագրությունների, թե փողոցային պայքարի, թե տեղեկատվական եւ այլ նման գործընթացի առաջ Ժորժ ջան ավարտեմ էլի։ Թե բոլոր այն ուղղություններում, որոնք անհրաժեշտ են իմպիչմենտի հաջողության հասնելու համար։ Հույս ունեմ, որ մեր գործընկերները նույնը կանեն։ Այ հիմա լսում Իշխան Զաքարյանի հետ պարոն Մամիջանյան, կոնկրետ այս հարցով, որտեղ հիշում եք Սրբազան շարժման ժամանակ էլ ասացին, որ քննարկումներ կա։ Իհարկե ինքը հիմա պատիվ ունեմ, բայց այս մասով գոնե ինչ որ քննարկումներ կա, որտեղ նախագահ ժողովուրդը։ Եկեք նորից սկսենք։ Երբ որ ես ասացի, որ տարվում են աշխատանքներ բոլոր ուղղություններով, նշեցի հատ առ հատ բոլոր խմբերը, падգամավորական, անկախներ, ԿՊ-ականներ Հայաստան, հետո ասացի տեղեկատվական դաշտ, հետո ասացի փողոցային պայքար, ձեր նշած հարցի պատասխանը դրա մեջ կար։ Պարոն Մամիջանյան, Իշխան Զաքարյանը անկախ պատգամավոր է։ Ներողություն։ Իշխան Զաքարյանը անկախ Պարլամենտում այդպես է գրված։ Պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամ առաջ երջում գրել է, ես ուրեմն 2 հատված մեծ վերել, որ դուք դրա վերաբերյալ ձեր գնահատականը կարողանաք 2 հնչեցնել։ Ասում է հետի այն աշխատողներ, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Հետո շարունակում են, նրանք ովքեր հետ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ Հետո ասում է հետի այն աշխատողներ, ովքեր Ափսոս է մեր ժամանակը, գիտեմ բովանդակությունը։ Չէ, ուղղակի սա պարոն Մամիջանյան, արդեն հնչում են գնահատականներ, որ կան Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին այն նստածը, որը ձախողել է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, դարձել է 5000 լույս տղերքի մահվան պատճառ, հայաթափել է Արցախը, ամբողջությամբ խայտարակության է հասցրել մեր բոլոր ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքը, դուրս է եկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կազատվեն աշխատանքից իմպիչմենտի միջոցով։ Ափսոս ժամկետ չեմ կարող նշել։ Կա այստեղ Մամիջանյան, այսինքն ինչ Իհարկե այստեղ կա սպառնալիք, իհարկե այստեղ կա ուղիղ ներգործություն